Դաշնակցությունը նախընտրական ծրագիրն ու վարկանիշային թեկնածուներին ներկայացրել է Շենգավիթում կուսակցության թեկնածուներն ընտրողներին կոչ արեցին արդյունավետ բարեփոխումների սպասումով կարևորել քվեարկության գործընթացն ու պատասխանատու լինել ամեն քվեի համար։ Վատ իշխանությունները ձևավորվում են ընտրություններին չմասնակցող, մեր երկրի քաղաքական ապագային չմասնակցող ճակերտավոր լավ քաղաքացիների կողմից։ Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին խոսել է Կիրո Մանոյանը եւ ընդգծել, որ անհրաժեշտ է ստորագրել Հայաստան-Արցախ ռազմավարական գործակցության համաձայնագիր, դրանով բացատրել աշխարհին, թե ինչու են Հայաստանի քաղաքացի զինծառայողները արցախա-ադրբեջանական շփման գծում եւ ինչու են Արցախի բնակիչները Հայաստանի Հանրապետության անձնագիր գործածում։ Մենք նաեւ այն տեսակետից չենք, որ անհրաժեշտ է անպայման Ադրբեջանի համաձայնություն ունենալ Արցախի հարցի կարգավորման մեջ։ Խաղաղ կարգավորում դեռ չի նշանակում, որ պետք է Ադրբեջանը ավելի քան 20 տարի իր քաղաքական վարդակագիծը շարունակի եւ բադանտ պահի բանակցությունները։ Մեր մոտեցումը այն է, որ պետք է աշխատանք տանենք, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է այդ աշխատանքը տանի, որովհետեւ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի կամ արդեն Արցախի Հանրապետության անկախությունը տարբեր պետությունների կողմից։ Կուսակցության падգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը Արմավիրի մարզի համայնքներում էր նախընտրական ծրագիրը ներկայացնում։ Նրա խոսքով խնդիրները լուծել կարելի է միասնականությամբ։ Սկսած տնտեսական բոլոր ծրագրերից ավարտված քաղաքական միջազգային գործողություններով Դաշնակցությունը առաջարկում է հստակ մոտեցում, հստակ ծրագիր ասելու համար Հայաստանի քաղաքացին։ Հայաստանում աշխատանքի հնարավորություն պետք է ունենա։ Արժանապատիվ վարձատրություն պիտի ունենա, սոցիալապես պաշտպանված պիտի լինի։ Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև զինծառայողների անվտանգ եւ առողջ ծառայության խնդիրը։ Անի Ավետյան, ժամը լրատվական։